Բարի երեկո, հարգարժան ներկաներ, սիրելի բարեկամներ, հյուրեր, տիկնայք և պարոնայք։ Բոլորից սիրով և սրտանց ողջունում ենք Նադեժդա հանդիսությունների սրահում։ Այսօր 18 օգոստոսի 2019 թվականի և այսօր բոլորս այս հարկի տակ մասնակից ենք դառնում Գասպարյան և Վերդյան օջախներում տեղի ունեցող մի շատ կարևոր իրադարձության առիթով։ Օրը նշանավորվում է հարսանիքով Արմանի և Լիաննայի պսակահանդեսով։ Եկեք բարձր ծափահարություններով ողջունենք միմյանց սիրելի ներկաներ և այս ծափահարություններով էլ տանք մեկնարկը մեր երկար սպասված հանդիպման։ Սիրելի բարեկամներ, առանց երկարացնելու մեր նախաբանի խոսքը միանգամից սկսում ենք հարսանիքը մեր հարսանեկան շքախմբի մուտքով։ Դե իսկ առաջինը ում պետք է դիմավորենք մեր նորապսակների համար շատ կարևոր դեմքեր են։ Այսօր հենց նրանց է վերապահվել վկայության պարտականությունը։ Դիմավորում ենք մեր քավորի ընտանիքին, Նայիրի, Ռուզաննա, Իսրայելյան ամուսիններին ենք դիմավորում, խնդրեմ։ Ընտանեկան տոներից ամենասպասված, ամենամասշտաբային և մեծ իրադարձությունը հարսանիքն է։ Այսօր սիրո տոն է բարեկամներ Արմանի և Լիաննայի կյանքում։ Նրանց մեծ սիրուց այսօր մեր երկրում ավելացավ ևս մեկ խոստումնալից, երիտասարդ և ապագայում աճող ընտանիք։ Եկեք բոլորս ի նշան հարգանքի կանգնենք ոտքի, չխնայենք մեր երկար, մեր առատ ծափահարությունները, որպեսզի դիմավորենք օրվա ամենաերջանիկներին և ամենագեղեցիկներին։ Արման և Լիաննա, խնդրեմ։ Այսպես ընչում է հարսանեկան մարշը, հարսանեկան քայլերն իբրև ազդարար այս խնջույքի հաճելի մեկնարկի։ Սիրելի բարեկամներ, դուք տեղերում, մենք էլ այստեղ, եկեք զնգացնենք մեր գավաթները և ի սկզբանե շնորհավորենք մեր նորապսակների կյանքի այս կարևոր և պատասխանատու իրադարձությունը։ Երջանկություն մաղթենք Արմանին և Լիաննային, շնորհավոր ձեր ընտանիքի ծնունդը, սիրելի նորապսակներ, խնդրեմ։ Ըստ երևույթին խնջույքի մեկնարկը տալիս են ամուսնացողները, օրվա հերոսները իրենց հարսանեկան առաջին գեղեցիկ պարով։ Եվ սա միայն հարսանեկան առաջին պար չէ, այլ պարային ողջույն է Արմանի և Լիաննայի կողմից։ Նրանք միանգամից կատարում են պարահարթակի բացումը, որպեսզի յուրաքանչյուրդ այսօր ձեր տեղ գտնեք այստեղ և միասին կազմակերպենք մի հրաշալի, մի հեքիաթային երեկո։ Հարսանեկան այս պարը ուղեկցվում է ծափահարություններով, խնդրեմ։ Գտենք ես իման ու երբեք չեմ թողնի գտենք իման սիրտատի իրտեղումի սիրենք ես լիանամ, ես որ լիանամ նայեմ աչքերի դու կարանամ ինձ ասասիում քո տեսքին ոնց դիմանամ Kes liyanam, kes ofiyanam, nayem aşkeri tu karanam, derinde sasiyun kotesin, bozdim anam. Aşkani boyutuni, miyay kezamo, sirtin zardumi, se miyay kezamo. Aşkın boyutu
հանդիսությունների ուղեկցությամբ Ուզում եմ Արմանի եւ Լիանայի անունից, ինչպես նաեւ տանտերերի անունից բոլորիդ ողջունել, շնորհակալություն ասել, որ չեք մերժել հրավերը եւ մասնակիցն եք դառնում այս երկու ընտանիքների համար այսչափ կարեւոր միջոցառմանն ու բոլորիդ մաղթում ենք բարձր տրամադրություն, հաճելի երեկո մինչեւ ուշ գիշեր։ Հարգելի ներկաներ, ըստ երևույթին առաջին կենացը տեղերում բարձրացնում ենք բարետեսության համար եւ միմյանց մաղթում բարի ժամանց եւ լավ տրամադրություն։ Այս պահին ձեզ ողջունում են Նադեժդա համույթը գործիքային գեղեցիկ ստեղծագործությամբ սոլո կլարնետ մենակատար Արայիկ Ստեփանյան։ Իսկ հիմա շարունակենք մեր երեկոն, քիչ հետո արդեն պետք է գավազրնգացնենք հենց Արմանի եւ Լիանայի հետ, ձեզ հետ բերած բարեմաղթանքները, շնորհավորանքները փոխանցեք մեր նորապսակներին։ Այսօր սիրո տոն է, սիրո ցան է եւ օրհնության օր է այսօր, սերի ներկաներ, եկեք միանգամից շնորհավորենք նորահաստատ ընտանիքի ծնունդը եւ երջանկություն մաղթենք մեր նորապսակներին։ Համատեղ երջանիկ տարիների կենսագրություն եւ
Համատեղ երկար տարիների կենցաղավարություն մաղթենք նորահաստատ ընտանիքին, մաղթելով միայն անսահման երջանկություն եւ մեծ սեր, եւ որ կյանքի ընթացքում միմյանց հանդեպ տածող սերը երբեք չծերանա եւ ընդհակառակը գնալով այն շատանա։ Այսօրվա այս հանդիսության ամբողջ հիմքում ընկած է մեծ եւ փոխադարձ սերը, սիրելի նորապսակներ։ Մենք ցանկանում ենք ձեզ որպեսզի ձեր ընտանիքը մեր երկրին մի քանի տարի հետո ներկայանա արդեն մեծ ընտանիք շատ երեխաներով, իսկ հաջորդ տարի բոլոր բարեկամների հանդիպումը մեկ հարկի տակ իմաստավորվի ձեր առաջնեկի լույս աշխարհ գալու ավետիսով։ Սիրեք միմյանց եւ երբեք մի փոխեք ու մի կոտրեք իրար, երբ դրա փոխարեն պարզապես սիրել է պետք։ Նվիրեք միմյանց ձեր ժպիտը, ժպիտի մեջ աստվածային զորություն կա եւ սեր։ Ձեր խնամքը նվիրեք, որով պարուրված ամբողջ կյանքում կլինեք նույնքան թար, երիտասարդ եւ գեղեցիկ։ Նվիրեք ձեր վստահությունը, ներումը նվիրեք, որովհետեւ ներելու կարողությունը դարձյալ արարչադուր պարգև է եւ սերն առանց դրա չի լինում։ Յուրաքանչյուրս լսել ենք, որ սիրուց քաղցր սերն է միայն, ասում են, թե սեր չունես, սիրտ էլ չունես, հոգի էլ չունես, անսեր մարդը անաստված է եւ անհոգի։ Սիրեք իրար անձնվիրաբար, սիրեք անշահախնդիր, սիրեք առանց նախապայմանի, ինչպես սիրում են երեխային, ընտանիքը հավերժ երեխա է։ Լույս ձեր օջախին եւ աստվածային սերը թող միշտ իշխող լինի ձեր ընտանիքում, սիրելի Արման եւ Լիաննա։ Ձեր սիրո, միության եւ երջանկության կենացը։
Посмотрела природа щедрая, дай красоту, мимо легкий ветер, а мне ведь берега, эту красоту тебе даю. Все хочу делить с тобой бороду, как не дальше жить, теперь мне все равно, я тебя нашел на свою беду, на свою беду, на свою беду. Поет мне песню про мою судьбу и про мою любовь, жизнь благодарю за то, что я тебе люблю. Сейчас когда спешу, я на свидании встретиться с тобой. Никак не терпится, если не дорогу. Пойду куда, стою с букетом роз, вдруг ты не придешь, и на душе мороз, стройный целый. Я вижу издали, ветер треплет волосы твои. Все хочу тебе с тобою поровну, как не дальше жить. Теперь мне все равно, я тебя нашел на свою беду, на свою беду, на свою беду. Звездная луна поют мне песни вновь про мою судьбу и про мою любовь. Жизнь благодарю за то, что я тебя люблю. Жизнь благодарю за то, что я тебя люблю. Жизнь благодарю за то, что я тебя люблю. Շնորհակալ ենք ձեզ սիրելի բարեկամներ ու հարազատներ, ձեր բարեմաղթանքների, ձեր անկեղծ շնորհավորանքների համար համոզված ենք, որ Արմանը եւ Լիկան իրենց համատեղ կյանքում անպայման իրական կդարձնեն բոլորի ցանկությունները։ Առհասարակ մարդկային երջանկության համար ամենաէականը հենց ընտանիք ստեղծելն է, որի հիմքում պետք է ընկած լինի հավատարմությունը, փոխվստահությունը եւ փոխզիջումը։ Եվ քանի որ մեր դորապսակները կյանքին պատրաստ եւ հասուն երիտասարդներ են, առավել քան վստահ ենք, որ կստեղծեն իրենց երազանքների օրինակելի ընտանիքը։ Սիրով շարունակենք մեր միջոցառումը եւ հաջորդը կենացի փոխարեն պետք է բարձրացնենք հիշատակի եւ մեծարման խոսք։ Մեր բոլոր նահատակների, մեր բոլոր նվիրյալների, հայրենիքի ազատության եւ անկախության համար իրենց կյանքը զոհաբերած մեր նահատակների հիշատակի համար։ Այսօր էլ առիթ է, որ հիշենք ու մեծարենք նրանց, որ արժանին մատուցենք մեր բոլոր հերոսների։ Եկավ մի պահ, երբ մենք հասկացանք, որ պետք է ձգենք մեր գոտիները եւ պատրաստ լինենք պատերազմի։ Մենք դատապարտված եւ ստիպված էինք մեր իրավունքները պաշտպանել խրամատներում, հանուն դարավոր արդարության վերականգնման, մեր երկրի ազատության եւ անկախության եւ հանուն վաղվա խաղաղ լուսաբացների։ Այդ ճանապարհի մենք ունեցանք հազարավոր մարդկային կորուստներ, ընդ որում Գասպարյան եւ Վերդյան ընտանիքներից նվիրյալներ որքան ասես։ Այսօր էլ նրանց գործը ազնվիրաբար շարունակում են նոր ծերունդը։ Ապրիլյան առճակատման 100-յակի հասնող լուսավոր երիտասարդները թող դառնան վերջինը մեր հայրենիքի զոհասեղանին։ Եկեք մեկ րոպե լռությամբ եւ հոտնկայից հիշենք եւ մեծարենք նրանց։ Կայլում են հապար, զինվորներ ամպար, աղթական երկով, դե գնանք բարով, եղբայրներ հայրեր, շարքերում կանգնել,
Գնում են գրի դե գնակ բարով Ովը սարերի քաչ մարդիկների ոգա կմնաս հավետ կան Արցախ դու իմ դու Եվ իմ սրտի օրս աղոտքի ձայնով Համբարձվեց հոգի վիրավոր գնաս մանով այս իմ ով Ձորդոր է ու դժվար պահեր Եկան ու անցա լացի հետ մանկա ու շողաց մի բան հերվում գերագու մարդիկները քաչ տուն էին դառնում հողը սաների քաչ մարդիկների Սրտի օրս աղոտքի ձայնով Համբարձվեց հոգի վիրավոր գնաս մանով հայ զինվոր Գնաս բարով այս իմ ով Գնաս բարով այս իմ ով Աստված քեզ Դուդուկահար Աշոտ Մուսայելյան և Սասուն Սարդարյան, հարկ ու պատիվ մեր բոլոր հերոսների։ Այսօրվա մեր հանդիպումը Արմանի և Լիաննայի միությունը խնկարկում և խոնարհում է մեր բոլոր նահատակների հիշատակի առաջ և լավագույն նվերն է մեր հայրենիքի պաշտպանության սահմանին կանգնած բոլոր զինվորներին։ Եկեք այս պահին թիկունքից մեր բարձր ծափահարություններն ու մեր աղոթքները հղենք առաջնագիծը հսկող մեր բանակին, մեր զինվորին և սպային։ Կեցցե հայոց անպարտ, անհաղթ բանակը։ Հարգելի ներկաներ, երեկոյի այս հատվածում պետք է ուրախացնեմ ձեզ, քանի որ այս պահին թարմացնում ենք մեր տոնական սեղանները, արդեն ձեզ մատուցելով առաջին տակերակրատեսակը խորովածի տեսքով։ Հարսանիքների ժամանակ ըստ երևույթին խորովածը մատուցվում է քավորի պատվին և նրա թույլտվությամբ։ Դիմավորեք խնդրեմ։ Խորովածը շատ լավ բան է,
տալիս, գրպաններդ լեմ բացարա։ Եկեք ոգևորենք մեր քավորին։ Ձերձապերը մեր քավորի։ Հենք ամորջան մեծ սիրտատ բաց, դուրը գրպանիդ մի լավ հարված։ Հենք ամորջան մեծ սիրտատ բաց, դուրը գրպանիդ մի լավ հարված։ Բոլորս միասին ծապալանք մեր քավորի, ժողովուրդ ջան։ Չալավաչի մեծ գտոնը, գիտի ուտի թամ քավորը, չալավաչի լավ գտոնը, գիտի ուտի թամ քավորը, չալավաչի լավ գտոնը, գիտի ուտի թամ քավորը, չալավաչի լավ գտոնը, գիտի ուտի թամ քավորը։ Հարգելի ներկաներ, ինչպես խոստացել ենք, հենց այս պահից արդեն սկսում ենք մեր ուրախ հարսանիքը, հարսանիքի ուրախ հատվածը եւ մինչեւ ուշ գիշեր բնականաբար հնչելու են տարբեր ստեղծագործություններ, գեղեցիկ երգեր, մնում է միայն բարենք։ Հարսանիքինը պարն է, հարսանիքինը տրամադրությունն է, վստահ եմ այսքան երիտասարդ, այսքան ուրախ դեպ եւ այսքան կամեցող տեսնելը, բնականաբար սա արդեն մի առանձին տոնախմբություն է, սա մի առանձին իրադարձություն է, վստահ եմ, որ կկարողանանք միասին կազմակերպել այս գեղեցիկ խնջույքը։ Եկեք թարմացնենք տեղերում մեր գավաթները, որպեսզի բարձրացնենք հերթական կենացը։ Ըստ ավանդույթին հաջորդ կենացը յուրաքանչյուր հայ քրիստոնյա եւ հավատավոր ընտանիքներում ամենաընդունված եւ հարգի մարդու կենացը պետք է բարձրացնենք։ Մեր բոլոր ընտանեկան տոները բնականաբար անմիջականորեն կապված են հայ առաքելական եկեղեցու ծիսակարգերի հետ։ Այդպես է եւ հարսանիքը, այդպես է եւ պսակադրությունը։ Այսօր Արմանը եւ Լիանան պսակադրվել են Աստծո տանը, Շուշիի Ղազանչեցոց ամենափրկիչ մայրավանքում։ Խորանի առաջ միմյանց հավերժ Տեր եմ եւ սիրում եմ, հնազանդ եմ եւ սիրում եմ, խոստումն են տվել։ Մեր եկեղեցին նորապսակների միությունն օրինական է համարել եւ նրանց պատգամել որպես օրինական ամուսինների։ Այր կին մեկ մարմին, որ երրորդին պետք է կյանք տան։ Աճեցեք, բազմացեք, լցրեք երկիրն ու տիրեցեք նրան։ Այս է պատգամը ամենազոր Հիսուս Քրիստոսի։ Այսօր Բարձրյալը մեր նորապսակներին շղթայել է հոգևոր թելերով եւ իհարկե նրանց ամուսնությունը հետայսու հաստատված է նաեւ երկնքում։ Սա հատուկ ծիսակարգ է, որը վստահվել է Նաիրի եւ Ռոզաննայի ընտանիքին։ Եկեք բարեկամներ, իսրայելյանների օջախին բարձր ծափարենք, նրանց կենացը բարձրացնենք եւ ցանկանանք օջախի բարեկեցություն եւ բարօրություն։ Առողջությունը ցանկանանք փոքրիկ Մարիայի, կենացը բարձրացնենք Նաիրի ծնողների, Նիկոլայի եւ Տիկին Կարինեի եւ այս պահին շնորհակալությամբ պետք է ընդունենք նաեւ նվերը, որ պատրաստել է Քավորի ընտանիքը։ Սիրելի Քավոր, եկեղեցու խորհուրդ օրենքների համաձայն վկայելով պսակադրությունը, այսօր դարձել եք ձեր սանիկների ընտանիքի հոգևոր ներկայացուցիչները եւ ձեզնից մեծապես կախված է, որ ձեր սանիկների օջախում իշխողը լինի համերաշխությունը, հավատարմությունը եւ խաղաղությունը։ Խնդրեմ։ Նշանային, որ պատահական մարդ չի ընտրվում Քավորը, Նաիրին եւ Արմանը ընկերներ են, այսօր այս ընկերությունը տեղափոխվեց բարեկամական հարթակ Քավոր Սանիկ հարաբերությամբ։ Եկեք շարունակենք միասին տեղափոխվել պարահարթակ մեր Քավորի գլխավորությամբ, սիրով սպասում ենք բոլորից։ Շուտ կանչեք Քավոր ջանարի, առանց քեզ մեկը ոչ ոք չի կարի, մի հատ շուտ կանչեք Քավոր ջանարի, առանց քեզ քեֆը ուրախ չի, կանչեք շուտ կանչեք Քավոր ջանարի, առանց քեզ մեկը ոչ ոք չի կարի, մի հատ շուտ կանչեք Քավոր ջանարի, առանց քեզ քեֆը ոչ ոք չի կարի։
մեր բարձր ծափահարությունները մեր բարողներին, շնորհակալություն։ Սիրելի ծնողներ, մեկ ուշադրություն դարձրեք ձեր երեխաներին, իսկ մենք շարունակենք միասին մեր միջոցառումը։ Սիրելի բարեկամներ, պետք է նշեմ, որ ուրախ հարսանիքը միշտ համարվել է նոր ուրախությունների սկիզբ։ Նոր ընտանիքի ծննդյան օր է այսօր եւ այս ընտանիքը խոստանում է նոր ուրախություններ, նոր ծնունդների տեսքով։ Եկեք հերթական կենացը բարձրացնենք այս օրվան սպասողների համար։ Բնականաբար երկու ընտանիքներն էլ շատ երկար են սպասել եւ Արմանի եւ Լիաննայի հարսանիքին, բայց անչափելի մեծ է հատկապես սպասումները եւ տրամադրությունը մեր ծնողների։ Եկեք հերթական կենացն բարձրացնենք մեր ծնողների համար։ Իհարկե թվում է առաջին հայացքից, թե օրվա ամենաերջանիկները հենց Արմանն ու Լիանան են, բայց այսօր իրենց սպասումներով, իրենց հույզերով եւ հույսերով զավակներին տեղը չեն զիջում մեր ծնողները։ Եկեք հերթական կենացը նվիրենք մեր ծնողներին եւ նրանք, ովքեր ապրում են մեր կողքին կան, նրանց երկարակեցություն մաղթենք։ Ովքեր երկնքում են, թող Աստված նրանց հոգիները վառ լույսերի մեջ պահի։ Իհարկե պետք է նշեմ, որ մահն այնպիսի երևույթ է, որ թեկուզ ժամանակներ են անցնում, միևնույն է, մեր սիրտը չի հանգստանում, թեպետ Աստված երբ ցավ է տալիս մարդուն, դրա կրկնապատիկ, դրա բազմապատիկ նաև տալիս է ուժ, որպեսզի դիմանանք այդ ցավին։ Ցավով պետք է նշեմ, որ այսօրվա միջոցառմանը բացակայում է Արմանի հայրը եւ Լիաննայի մայրիկը։ Թող Աստված նրանց հոգիները լուսավորի։ Հիշատակը հարգենք Ռոմա Գասպարյանի, նա մեզ հետ չէ 2016 թվականից։ Եվ մեզ հետ չէ 2005 թվականից Լիաննայի մայրիկը Տիկին Գայանն, նրանք երկնքում են, նրանք երկնային թագավորությունում են եւ այնտեղից պետք է հետևեն եւ այնտեղից պետք է ուրախանան իրենց բալիկների ստեղծած ընտանիքով, կյանքում գեղեցիկ նախաձեռնություններով եւ պարզապես այն օրինակելի ընտանիքով, որը պետք է ստեղծեք դուք, Արման եւ Լիաննա։ Եվ Արմանի հայրիկի եւ Լիաննայի մայրիկի շիրիմներին թող Աստված լույս իջեցնի։ Փոխարենը մենք երկարակեցություն ենք մաղթում Տիկին Աիդային, նա արժանի է մեր բարձր ծափահարություններին։ Աիդա մայրիկ, ձեր կենացը, ծափահարությունները ձեր պատվին են։ Անահիտին ամուսնացնելուց հետո տանն այդ աղջկական քնքշանքի պակասը կար։ Հիմա այդ բացը պետք է լրացնի Լիաննան իր գեղեցկությամբ, իր հարսնությամբ։ Թող նրա մուտքը բարի լինի ձեր օջախ եւ իր հետ միայն ուրախություններ բերի։ Իսկ ձեզ ցանկանում ենք այն կյանքը, որ Աստված վերցրել է ձեր ամուսնուց, բաժին հանի ձեզ, ձեր զավակներին եւ իհարկե ձեր այն թորներին, որ պետք է լույս աշխարհ գա։ Աիդա մայրիկի կենացը եւս մեկ անգամ նրանց ծափահարություններ սերի ներկաներ։ Եկեք ողջունենք մեր Լիաննայի հորը, Գարիկին, Տիկին Գայանեի հետ միասին, ծափահարությունները ձեր պատվին են, ձեր կենացը։ Քաջարող կյանքի երկար տարիներ եք մաղթում ձեզ սիրելի ծնողներ, վստահ որ այսօրվան շատ երկար եք սպասել եւ այսօր ձեր տարիների այս նվիրական երազանքը դարձել է իրականություն։ Այսօր ամուսնանում են ձեր զավակները եւ թող այն բոլոր երազանքները, որ կապված են Արմանի եւ Լիաննայի հետ, նրանք արդարացնեն եւ ուրախացնեն ձեզ։ Արման եւ Լիաննա, կյանքը բումերանգ է։ Այն ամենը, ինչ տվել են մեզ ծնողները, պետք է կյանքի ընթացքում վերադարձնենք նրանց։ Իհարկե, ծնողները մեզնից որևէ բան չեն ակնկալում, քան մեր միասնությունը, մեր գեղեցիկ ընտանիքը։ Գիտակցելով, որ ծնողի հանդեպ սերը բոլոր առաքինությունների մայրն է, հազար բարի փոխարեն մենք գլուխ ենք խոնարհում մեր ծնողների առաջ, ասում շնորհակալություն մեզ կյանք պարգևելու համար եւ նաեւ ձեր դաստիարակությունն է, որ այսօր ձեր զավակները երջանիկ են եւ նրանց ձեռքին պսպղում են բսակադրության մատանիները։ Մեր ծնողների կենացը, Տիկին Աիդա, հարգելի Գարիկ, ձեր գլխավորությամբ, եկեք շարունակենք միասին մեր ուրախ երեկոն։ И гласит круг маму свою, для нее я сердцем пою, за нее я Бога молю, прибью огонь, преклоню колени и руку высу, чтоб не засидеть, святая моя, и грехи отпусти. И на берег благослови,
хочу пригласить друзей в этом круг. И я хочу жить, чем протянет верный друг. Друзья мои, я возьму вам руки, потому что на свете я только нужный вода. Когда вы со мной, не страшны мне беды,
շարքը շարունակում ենք ուրախ տրամադրությամբ։ Սիրելի բարեկամներ, օրվա լիիրավ տերերը Արմանը եւ Լեանան են եւ այսօր մեր բոլոր բարեմաղթանքները, շնորհավորանքները, մեր բոլորիս նվերները այսօր դարձյալ մեկ հասցեատեր ունեն։ Այժմ սիրելի Արման եւ Լեաննա, շնորհակալությամբ ընդունեք ձեր ընտանեկան առաջին լուսանկարը մեր ֆոտոգրաֆ Գենադի Մուսայելյանի կողմից։ Խնդրեմ Գենա։ Յուրաքանչյուր միջոցառում ունի իրեն հատուկ ավանդույթները, ունի իրեն հատուկ ադածները։ Հարսանեկան մերօրյա ժամանակակից հարսանիքների անբաժանելի մասնիկն է դարձել վաղուց նորահարսիկների պարը։ Մի պար, որ մեր հարսիկները սիրող խոստովանության 1000 բառի փոխարեն այս պարը սիրով նվիրում են իրենց ամուսիններին։ Այսօր էլ Լիկան կմենապարի իր պարոհի ընկերուհիների հետ միասին։ Եկեք այս պահին սիրով այստեղ հրավիրենք մեր Արմանին, Արման համեցեք այստեղ, որովհետև Լիկան պետք է բարի ձեզ համար եւ բոլորս միասին մեր ծափարություններով դիմավորում ենք Լեաննային նորահարսիկի պարով։
նորահարսիկի գեղեցիկ եւ յուրահատուկ բար հրաշալի բեմադրություն եկեք բարձրացնենք Լիանային եւ մեր բոլոր պարոհիներին։ Եվ այդ այս գեղեցիկ բարի համար մի փուլ սեր եւ համբույր արմանիչ շնորհակալություն։ Գեցեք։